Իմ կարծիքով այս կոնֆլիկտի արհեստական թարմացման պատճառը եւ հասցեատերը շահառուն դա Չինաստանն է։ Ինչու եմ ես այդպես կարծում, որովհետեւ տեսեք, շատ զարմանալիորեն Պակիստանի դաշնակից, ավանդական դաշնակից Միացյալ Նահանգների նախագահան հանկարծ հայտարարում է, որ ինքը այս կոնֆլիկտում Հնդկաստանի կողմն է։ Երբեք Միացյալ Նահանգները բաց հնդկա-պակիստանյան կոնֆլիկտում որևէ մեկի կողմը չեն բռնել։ Սա Հնդկաստանին սիրաշահելու լուրջ քայլ էր, բացի այդ, հանկարծ այստեղ մենք տեսնում ենք, որ Իսրայելն է ինչ-որ հավակնություններ այսպես արտահայտում եւ ինքն էլ է հայտարարում, որ ինքը Հնդկաստանի կողմն է այս կոնֆլիկտում։ Ֆրանսիան 26 Ռաֆալ կործանիչ է որոշում վաճառել Հնդկաստանին։ Գիտեք, Պակիստանի բանակի դեմ գործելու համար Հնդկաստանին լրացուցիչ զինելու անհրաժեշտություն չկա։ Քանզի նորից ասացի, համամասնությունը շատ է ակնհայտ։ Նշանակում է Հնդկաստանին պատրաստում են տարածաշրջանը պայթեցնելու եւ շատ ավելի լուրջ մրցակցի դեմ նետելու համար։ Խոսքը Չինաստանի մասին է։